Բարի երեկո սիրելի ազգակիցներ, Վարդանանք ցուցահանդեսը ողջունում է ձեզ Երևանից։ Սիրելիներ, շարունակում ենք Արցախյան ազատամարտի վերաբերյալ մեր հաղորդաշարը։ Եվ այսօր ես ձեզ ծանոթացնելու եմ ևս մի ազատամարտիկի հետ, ստեղծագործող ազատամարտիկի, այսպես ասենք, մի հրաշալի երիտասարդ անձնավորության, կարելի է չէ՞ քեզ երիտասարդ ասել, դեռևս կարելի է։ Ուրեմն Գագիկ Գինոսյան, հայրը Մարտիրոս Գինոսյան, մայրը Ծովինար Գինոսյան, բնիկ Կարինցի է, Էրզրումցի, եթե Կարինը չեն հասկանում, բայց Կարինը իր հայկական անունն է Էրզրումի, առաջին մասնագիտությամբ կիբերնետիկ է, cyberbernetics, այսպես ասած, շատ լուրջ մասնագիտություն է, այսպես պահանջած։ Երկրորդ մասնագիտությամբ, ուրեմն ավարտել է Մոսկվայի Արցախյան ազատամարտից հետո ավարտել է Մոսկվայի ռազմադաշտային ակադեմիան, կոչումը ինչ է, զինվորական կապիտան է, զինվորական կոչումը։ Միաժամանակ Գագիկը ղեկավարում է մի երկիպարի համույթ, ավանդական երկիպարի համույթ, որը կոչվում է Կարին, դա իր երկիպարի համույթն է, որով նա ուրեմն բավականին աշխատանք է կատարում ազգագրական երկի եւ բարի տարածման, քարոզչության բնագավառում, այսպես, ես էլ եղավ հայերենի, դրա բնագավառում կորցնում ենք մեր լեզուն, շատ տխուր է, նույնիսկ ես եմ սկսել տառապել այդ հիվանդություններով, սիրելիներ, խոսենք Գագիկ ջան։ Պատերազմ, Արցախյան ազատամարտ։ Գիտես, ես հաղորդաշարի ես ինչ եմ անում։ Նախ ուզում ծանոթացնել բոլոր հրաշալի տղաների հետ ու մեծ հնարավոր է, որտեղ դա մեր փաստորեն ազգի սերուցքն է։ Ես այդպես եմ տեսնում, որ գնաց ու կռվեց երկրի համար եւ նաեւ իրենց բերնից լսել դատողություններ, գնահատականներ երևույթի մասին ընդհանրապես եւ հետո մարդիկ, որոնք ստեղծագործում են ինչու է տեղից սկսեցի, որովհետեւ ստեղծագործող մարդը մի քիչ այլ կերպ է նայում երևի, հա, կյանքին աշխարհին ավելի ընդլայնված կարծես թե հայացք ունի, թեև պարտադիր չի որ դա այդպես ստեղծագործող լինի, ես տղաներին որ կարողանամ կհրավիրեմ, ինչևէ, խոսենք Արցախյան ազատամարտի մասին, քանի տարեկան էր երբ սկսեց այդ պատմությունը, 88 թվականին, հա? 88 թվականին 22 տարեկան էր, Երևանի ճարտարագիտական համալսարանի ուսանող եւ ուսանողության ակտիվ մասսայով ամբողջ ժամանակ գտնվում ենք ազատության հրապարակում եւ փորձում ենք սկզբից ծյուրիմացորեն խաղաղ միտինգների ճանապարհով Արցախը հետ բերել, բայց առաջինը իմ հրամանատարը, հետագա իմ հրամանատար Լեոնիդ Ազգազյանը հասկացավ, որ այս պայքարը զինված պայքարի է վերածվելու եւ անիմաստ է հրապարակներում թեկուզ ազատության հրապարակում կուրս գծել բառեր, արտասանել, ավելի լավ է պատրաստվել պատերազմի։ Եվ երևի թե Լեոնիդը առաջինն էր, որ հասկացավ, որ պետք է ամեն ինչ թողնել եւ զբաղվել զենք արտադրելով, պետք է զբաղվել զորք ստեղծելով։ Եվ թերևս իրենց իմաստությունը հենց դրանում էր կայանում մեծերի, որոնք կանխատեսեցին ժամանակի զարգացումը, թե դեպի ուր է գնալու։ Զարգացումները ինչպիսին են լինելու եւ պետք է պատրաստ լինել պատերազմին։ Այդ գիտակցությունը երբ եկավ, այսինքն ի սկզբանե չկար այդ գիտակցությունը։ Ի սկզբանե կար մի միամտություն, որ եթե շատ հավաքվենք, եթե շատ համառորեն պահանջենք, մեզ Արցախը կվերադառնա։ Պարտիա Լենին-Գորբաչով, հա, այդ լոզունգներ։ Հա, ու հավատքը, որ մեր իշխանությունը արդար է, մեր ասելով այն ժամանակվա խորհրդային իշխանությունը, որ անպայման խորհրդային իշխանությունը տարիներով, տասնամյակներով եղած անարդարությունը կվերականգնի, այսինքն այդ կձևափոխեն ամեն ինչ եւ արդարությունը կվերականգնվի եւ Արցախը կմիանա Մայր Հայաստանին։ Այսինքն 88 թվականին անկախության խնդիր ընդհանրապես չկար։ Կար, իհարկե կային լավ տղաներ, անկախության գաղափարը դեռևս երևի կարելի ասել իմ մոտ հայրս է ձևավորել եւ դա դեռ դպրոցական տարիներից եւ առաջի անգամ մենք նստածույց էինք նստած, դա 88 թվականի մայիսի 28-ն էր, երբ որ Մովսես Գորգիսյանը առաջինը բարձրացրեց եռագույնը
Ես այն ժամանակվանից Սփյուռքի գրականություն էի կարդում եւ Սփյուռքից եկած մամուլ էի կարդում, դեռևս ուսանողական տարիներին, մինչեւ միտինգները սկսվելը։ Եվ այնտեղ միշտ նշվում էր հայոց եռագույնը, բայց ես չէի պատկերացնում ինչ գույներ են այդ եռագույնը։ Ու միշտ փնտրում էի, թե ոնց կարելի է գտնել այդ եռագույնի գույները որոնք են։ Բայց եթե ինձ համար գաղտնիք չէ, եթե չեմ սխալվում, այդ 88 թվականին Սփյուռքյան ոչ մի կուսակցություն 3-ն էին, Հնչակ, Ռամկավար եւ Դաշնակ։ Այս 3-ն էլ անկախություն չէին պահանջում եւ չէին քարոզում։ Չէ, խոսքը անկախության մասին չէր, այլ ուղղակի անգամ դրոշի գույները չգիտեինք, որ մամուլում, սփյուռքահայ մամուլում պարբերաբար գրվում էր հայոց եռագույնը, ու նույնիսկ պատկերացում չկար, թե այդ եռագույնը ինչ գույներից էր։ Եվ երբ Մովսես Գորգիսյանն առաջինը 88 թվականի մայիսի 28-ին բարձրացրեց եռագույն դրոշը, չեմ ուզում ասեմ, հիմա արդեն հանրահայտ մարդկանց անուններ, որոնք նստած էին նստածույցի, ուսանողներ էին, որովհետև մեկին սպանեցին, պետք չի մահացած մարդու հետևից բաներ խոսել, եւ ինքը ելավ հայտարարեց, որ այս եռագույնը մեզ հետ կապ չունի, հանկարծ մեզ չվերագրեք անկախության գաղափարը։ Մենք այստեղ խաղաղ ցույց ենք, դրա համար եմ հարցնում, այսինքն նաեւ ոչ միայն ժողովրդի մեջ չկար անկախության խնդիր 88 թվականին ժողովուրդը մեր ժողովուրդը ընդհանրապես երբևէ անկախության չէր ձգտել։ Սա զարմանալի է, որ հայը չձգտի անկախության։ Այսինքն հայկի թոռը անկախ չի ուզում լինել, սա աբսուրդ է։ Բայց իրականությունը սա է, առաջին հանրապետությունը, դարձյալ առաջին հանրապետության ժամանակ անկախության խնդիր չկար։ Բարեփոխումների խնդիր կար Օսմանյան կայսրության մեջ, այդ հայոց վիլայեթների, եւ որևէ մեկ այն ժամանակ անկախության խնդիր չի բարձրացրել։ Ոչ մի կուսակցություն, ոչ էլ ժողովուրդը։ Պարզապես այդ անկախությունը ստիպված ընդունեցին, եւ որ ուրեմն Բաքուն, Թիֆլիսը եւ այլն, Բաքուն չի, ավելի ճիշտ է Բաքվում չընդունեց առաջինը այդ Ադրբեջան կոչվածը Գանջարն էր կարծեմ, չէ՞։ Բաքուն այն ժամանակ հայերին էր, այն ժամանակ դեռ բան չէ։ Ինչևէ, հետո մենք ստիպված ուրեմն այդ անկախությունը երկրորդ անգամ 88 թվականին։ Դարձյալ անկախության շատ փոքրաթիվ էին մարդիկ, որոնք ուրեմն անկախության ջատագով էին։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ դրանցից էի։ Ու այդ տարիներին ի վերջո Ամերիկա գնալու այդ ամբողջ պատմությունը դրանից սկսվեց, բայց հարցը դա չի, հիմա հաղորդումի մասին չի։ Եվ այդ գիտակցությունը չկար ժողովրդի մեջ, ցույցի դուրս եկած ժողովրդի մեջ չկար այդ գիտակցությունը։ Կար Ղարաբաղը միացնելու Հայաստանին, չէ, այդպես էր դերված խնդիրը։ Եվ հետո ինչ եղավ։ Շարունակություն, ինձ հետաքրքիր է այդ ընթացքը։ Եվ ուղղակի սկզբից փորձեցինք զինվորագրվել, աշխարհազոր էր զինվորագրվում, բայց ինչ-որ մարդկանց հետ տարաձայնություններ եղան։ Եվ հետագայում աշխատելով ինստիտուտից հետո մասնագիտությամբ աշխատելով ֆիզիկայի ինստիտուտում ծանոթացա Ալեքսանդր Թամոյանի թոռան հետ, Ալեքսանդր Թամոյան կրտսերի հետ, որը Լեոնիդ Ազգալյանի ուսանողական եւ մարտական ընկերներ, իրենք արդեն զբաղվում էին զենքեր ստեղծելով եւ այդ մարդու հանդեպ, այդ երկու անձերի հանդեպ եղած վստահությունը, պատկառանքը ինձ վստահություն ներշնչեց լինել իրենց կողքին, լինել իրենց ջոկատում, որովհետեւ երբեմն նաև կարևորում է թե ով է հրամանատարը, ում հետևից պիտի մտնես մարդ, որովհետև շատ կարևոր է վստահ լինել, որ մարդում քեզ չեն լքի, որ Նժդեի բառերով ասեմ, մարդում եւ քո հրամանատարը եւ քո հայրենիքը եւ քո դրոշը եւ նույնիսկ քո Աստվածը քո հրամանատարն է։ Այսինքն այդ պարագայում առավել քան իմ ընտրությունը ճիշտ էր, ուղղակի դա պատահական էր, դա ոչ թե իմ շնորհքն էր, այլ իրենց ազդեցությունը այնքան մեծ էր, որ ես չկարողացա այդ ազդեցությունից դուրս գամ, ու իրենք իրոք սրբագույն մարդիկ էին, այս պատերազմի մեծագույն հերոսները։ Եվ ցավոք սրտի Լեոնիդ Ազգալյանը շատ շուտ զոհվեց կասկածելի պայմաններում Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում։ Իսկ հետագայում նաև պայմանները ինչով էին կասկածելի։ Դե իր ազատագրած գյուղում, որտեղ մեր ջոկատը բազա ուներ եւ ոչ մի թուրք չկար, ծառի հետևում պահմտած մարդիկ խաղաղ պայմաններում մեքենայի մեջ գնդակարում են Լեոնիդ Ազգալյանը։ Իսկ մերոնք խփեցին պաստորեն։ Դե այդ մարդիկ բռնված չեն, անհայտ ով է։ Հա, հիմա շատերը բռնված չեն, բայց իրողությունը դա է բաստոր։ Շատերը բռնված չեն, բայց հանցագործները շատ։ Նենցալի օրը ներկաներից հաղորդում ենք ամ Սամվելի հետ, ռեժիսոր Սամվելը։ Թադևոսյան։ Որ նկարել այդ չկարողված փամփուշտները եւ այլն,
Աշոտի մասին ֆիլմ ցուցադրեցինք, Ղուլյան Աշոտի։ Այնտեղ գիտես ինքը համենայն դեպս տղան ասում է, էլի որ ինչ որ գնդակ, որը թուրքից չերեշ եկավ դարանակալ եւ այդպես։ Այս մեր ցավն է։ Երբեմն ես ասում եմ, ես ուրախ եմ, ինչքան է թյուրիմացորեն դա, ինչի ես ուրախ եմ, որ Լեոնիդին սպանեց դարանակալ գնդակը եւ ոչ հետո դարանակալ դեղահաբը։ Որտեւ նման առուցախի չենթարկվող մարդկանց միևնույն է այստեղ կվերացնեին պատերազմից հետո ավելի անփառունակ ինֆարկտ կոչվող ինչ որ մահ ձևակերպելով եւ փառք Աստծո որ այն մարդը զոհվեց պատերազմի դաշտում եւ զինվորի այդ վիկինգների ասած սուրը ձեռին ավտոմատը ձեռքում մի ձեռքում է նռնակը այդ վերջի պահին հասկացել էր ինչ է կատարվում նռնակը ձեռքը վերցրել էր չէր հասել է քաշել մի ձեռքում նռնակը մյուսում ավտոմատը այսինքն իսկական զինվորին վայել ազգի զինվորին վայել զոհեր էլի մի տեսանյութ դնենք ինչով ենք սկսում սա
Սա կարին համույթներ, Գագիկի ղեկավարած, Գագիկի ստեղծած, դու ստեղծեցիր, հիմնադրեցիր եւ նայում եմ, գիտես, այդ երիտասարդ երեխեք են, մեծ մասը ջահել երեխեք են։ Շատ դուրս գալիս է, որ դե հիմա դու շարունակում ես քո կռիվը, ես անգամ մշակութային բնակավարում, դուրս գալիս է, որ այդ երեխեքը կան սիրով, այդպես էնտուզիազմով կպած։ Ես մի քանի փորձերի գնացի նայեցի եւ շատ տպավորվել էի մթնոլորտից, ընդհանուր մթնոլորտից այդ շունչը կա։ Շատ հայեցի շունչ կա այնտեղ, որ այդ երեխաների վրա անշուշտ լավ ազդեցություն ունի։ Ինչու այս տեսանյութը դրեցինք սկզբից, խոսում էինք մենք Լեոնիդի մասին, որովհետև սա այդ ոգին է, շարունակում է այդ ոգին, նույն հզոր ուժը, որ հայի մեջ կա, անթեղված, մի տեղ է փնտրում պորտկալու ես, ինչ է խոսում անկախության մասին, երբ վերածվեց անկախության այդ շարժումը, ինչու վերածվեց, ինչ եղավ, ինչ տեղի ունեցավ, այդ քո տպավորությունը ասավ, հետո կանդրադառնանք այս մյուսին, իսկ ինչ վերաբերում է մշակութային գործունեությանը, մենք երևի գովազդից հետո քիչ խոսենք այդ մասին, Նախ ասեմ, որ իրար հետ շատ շահկապված է այս ամեն ինչ, որ դուք տեսաք եւ պատերազմը, որովհետեւ ըստ իս առանց ճանաչելու հայրենիքը եւ առանց ճանաչելու սեփական արվեստը հնարավոր չի հայրենիքը սիրել։ Եվ այստեղ միանգամից երկու բան իրար հետ համադրված է եւ հայրենի հուշակոթողները, օծումը, Լոռու մարզի գեղեցիկ տեսարժան վայրերը եւ Կարնո Քոչարին։ Իսկ Քոչարին դա հայկական ամենանվազագույնը 5-ից 7000 տարվա պատմություն ունեցող պար է։ Դերևս տոտեմական դարաշրջանի պար է, խոյերի մեծարման, խոյերի տոտեմի պար է, որով հայերը փորձել են առնական դառնան ավելի մարտունակ դառնան։ Եվ այս ամենը երեխաներին դաստիարակելով հենց կերտվում է այն հայը, որը վաղը մեկնելու է ռազմաճակատ անհրաժեշտության դեպքում։ Այսինքն այն երիտասարդը, որը լսում է օտարամոլ երաժշտություն, որը չի սիրում իր հայրենիքը, իրեն հետաքրքիր չի իր պատմամշակութային կոթողները եւ այլն, այսինքն այդ ձևի երիտասարդը դժվար թե մեկնի ռազմաճակատ, դժվար թե միանա հայրենիքի պաշտպանության գործին։ Գիտենք, ասենք Մոնթե Մելքոնյանը եկավ Ամերիկայից եւ միացավ Արցախյան շարժմանը եւ դարձավ նրա կարկառուն դեմքերից մեկը, բայց Մոնթեն եկավ ինքնագիտակցության, այսինքն ինչ-որ մի օր ինքը սթափվեց եւ ասեց ով եմ ես որտեղից եմ, ինքը նույնիսկ հայերեն չգիտեր։ Մինչև 11 տարեկան չի էլ իմացել, որ հայ է Մոնթենի միջանցքում։ Ու այդ դարձի ճանապարհը բավականին փշոտ է։ Բայց այն մարդիկ, որոնք չեն հասկանում իրենք ովքեր են եւ ինչ ճանապարհ ունեն անցնելու, երբ որ ամբողջ Սփյուռքից բռնած հեղեղված է կներեք բարես համար ռաբիս երաժշտությունը, երբ որ մաքուր ազգայինը չի ընկալվում եւ ընդունված է օտարամոլ թուրքական ելևեջներով, արաբական ելևեջներով, հայաբար, հայատար, թյուրիմացորեն բառեր ունեցող ինչ-որ կիսահեղեղուկ, կիսատգետ բառեր ունեցող երգերով դժվար է այդ երիտասարդությունից ավելի հոգևոր, ավելի ինչ-որ հայրենապաշտ բաներ պահանջել։ Իսկ այդ ամենը Լեոնիդի ցանկությունն էր, Լեոնիդը այդ տեսարժան վայրը զուգահեռ անցկացնելով, ասեմ, որ Լեոնիդը երբ որ կանաց հարցազրույց էր տալիս Շահումյանի լեռներում, ասում էր հայերը գեղեցիկի հասկացողությունը կորցրել են, այլապես ոնց կարելի էր այս հողը հանձնել թուրքերին։ Այսինքն, երբ որ նաև գեղեցիկի հասկացողությունն ենք կորցնում հայրենիքի հետ մեկտեղ, որովհետև մենք չենք հասկանում այդ գեղեցկության արժեքը։ Եթե մենք հասկանանք այդ արժեքը, միանշանակ մենք այդ արժեքները չենք հանձնի ուրիշին, ամեն գնով կպահպանենք։ Եվ Լեոնիդը առաջիններից հասկացավ, որ այդ արժեքները պահպանել է պետք եւ այդ արժեքները պահպանելու համար լավագույն ներկայացուցիչները այս ազգի այն կամավորներն են, որոնք կամովի գնացել են այդ հողակտորը հետ բերելու, որը սոսկ հողակտոր չէր։ Նա ասում էր, ինչքան էլ պատկերացնենք Արցախը մի փոքրիկ հողակտոր, դա բայց մի ինչ-որ շատ կարևոր կենսանշանակություն ունեցող տարածք է,
որը կորցնելով կկործանվի յուրաքանչյուրը, հայը կկորցնի, ուրեմն հայը կկործանվի, ադրբեջանցին կկորցնի, ուրեմն ադրբեջանցին։ Եվ որևէ կերպ այսօր մտածել թեկուզ 1 սանտիմետր հող հետ վերադարձնելու, նույնիսկ այն տարածքից, որը կոչվում է ազատագրված տարածք, որը իրականում մեր հայրենիքի անբաժանելի մասն է եղել։ Արցախի դաշտային Արցախը, Ուտիքը, չգիտեմ, այդ տարածքները Մինչև Քուր Արաքս միջագետ կը պատմականորեն դա հայկական ոչ մի օտարհողի կտոր չկա։ Եւ Սամվել Կարապետյանի ձևակերպումը ասեմ, երբեք չի կարելի արյամբ ազատագրված հողերը թանակով հետ հանձնել։ Ահա, լավ է։ Մեր Սամվելը որ նկարում իր հետ հաղորդում արել եմ այստեղ մի քանի հաղորդում առաջ։ Շատ լավ։ Դիտենք Լեոնիդի մասին տեսանյութը։ Լեոնիդ Ազգալդյան, Արցախյան ազատամարտի հրամանատար, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ազնվագույն հայ, տաղանդավոր գիտնական ֆիզիկոս, փայլուն մտավորական, երկրի արժանավոր քաղաքացի, ասպետական հոգուտեր անձնավորություն, մարդ, որի շնորհիվ հողը դարձավ հայրենիք։ 1988-ի համաժողովրդական ընդվզումը համախմբեց ողջ ժողովրդի ուժն ու եռանդը, իմի բերեց բոլորի մտավոր ներուժը և ուղղորդեց դեպի Արցախ։ Երևանում դեռևս խաղաղ ցույցեր էին ընթանում, բայց Լեոնիդ Ազգալդյանի քաղաքական հեռատեսությունն ու դեպքերի հետագա ընթացքի կանխատեսելու բացառիկ ունակությունը հուշում էր, որ քաղաքական հակամարտությունը վերաճելու է լայնածավալ պատերազմի։ Եվ հարկ է ըստ ամենայնի պատրաստ դիմավորել են։ Եվ տաղանդավոր ֆիզիկոսը, լազերային տեխնիկայի հմուտ մասնագետը իր մի խումբ համախոհների հետ ձեռնամուխ եղավ սպառազինության հայթայթման ինքնաշեն զինատեսակների արտադրության գործում։ Լեոնիդը շատ էր աշխատում, շատ էր հետևում այդ զենքի արտադրությանը, ինքը շատ էր մասնակցում, ինքը հասկանում էր, որ ամենահեշտ այդպես ծանր զենք, որը մատչելի է ինքնաշեն որպես զենք, դա հրթիռներն են, եւ հիմնադրեց հրթիռների սարքելը Հայաստանում, որը հետագայում կարող էր դառնալ հրթիռների արտադրություն։ Միտինգների ժամանակ այդ Լեոնիդի գուշակությունը, որ միևնույն է պատերազմը կլինի, միևնույն է հողը կարելի է ազատագրել միայն արյան գնով, դա շատ կարևոր գաղափար էր, որը մեզ օգնեց հասնել այն ժամանակ, երբ որ ազերիները հարձակվեցին Հայաստանի վրա արդեն, մենք արդեն այդ բանին պատրաստ էինք եւ ունեինք գոնե որսորդական հրացան, գոնե ունեինք գաղափար պաշտպանվելու։ 1990 թվականի սկզբին Լեոնիդ Ազգալդյանը Աշոտ Նավասարդյանի առաջարկությամբ ստանձնեց անկախության բանակ ռազմական ջոկատի հրամանատարություն։ Ջոկատի համալրումը կատարվում էր խստագույն ընտրությամբ։ Անդամակցել կարող էին միայն անսահման հայրենասեր, անձնվեր, ուժեղ ոգու և երկաթյա կամքի տեր, առաքինի ու կարգապահ մարդիկները։ Նման ընտրությունը ինքնանպատակ չէր։ Դրանով Ազգալդյանը ոչ միայն ջանում էր նվազագույնի հասցնել սեփական կորուստները, այլև ուներ հեռահար նպատակ ջոկատի հիմքի վրա սաղմնավորել հայոց ապագա կանոնավոր բանակի ստորաբաժանումներից մեկը, իր կուռ կառուցվածքով ու խստագույն կարգապահությամբ։ Կան ժողովուրդներ, որ ապրում են մեռնելու համար, բայց կան ժողովուրդներ, որ մեռնում են ապրելու համար։ Մենք բարեբախտաբար երկրորդ տեսակին ենք պատկանում, ասում էր Ազգալդյանը, բայց եւ չէր խրախուսում անտեղի ու անմիտ ինքնազոհաբերումը։ Երբ գալիս են կամավոր տղաները եւ ասում, որ եկել են զոհվելու հանուն Արցախի, նրանք ինձ պետք չեն։ Ինձ պետք են հանուն Արցախի կռվող և ապրող տղաներ։
Գիտես ինչ, ամենայն դեպս դու իմ հարցին չպատասխանեցիր, երբ տեղ ունեցավ անցումը մարդկանց հոգեբանության մեջ, զինվորների հոգեբանության մեջ, կռվողների, թե մենք կռվում ենք մեր անկախության համար նաև։ Սա այս գիտակցությունը որ Բնականաբար դա մեկ օրում չէր այդ անցումը եւ հնարավոր չէր մեկ օրում մարդկանց ուղեղներում հեղափոխություն կատարել։ Ցավոք սրտի այսօր էլ կան մարդիկ, որոնք անկախությանը դեմ են եւ ասում են, «Էս չէր ձեր ուզած անկախությունը»։ Մարդիկ կան, որոնց համար անտանելի ծանր բեռ է անկախությունը, որտեղ դա մեծ պատասխանատվություն է, մեծ ինքնազոհաբերություն է եւ դրա համար դա ուժեղների արգասիք է, ուժեղ մարդը կարող է ցանկալ անկախություն, ուժեղ մարդը կարող է պայքարել իր անկախության համար, իսկ մարդը, որը սովոր է ստվկի կարգավիճակում ապրել, մենակ թե իր կերակրամանը լիքը լինի, հետո ինչ կասեն, ճիպոտով կխփեն, կհայեն, այդ արդեն երկրորդական խնդիր է։ Իհարկե կային տղաներ, որոնք դեռևս մինչև միտինգները արդեն անկախության մտածելակերպ իրենց մեջ կար։ Մենք ընկերներով 87 թվականին հիմա մեր ընկերներից մեկը Գյումրիի Ցայք հեռուստաընկերության տնօրենն է, Արտուր Ղանդիրյանը։ Մենք 3-4 ընկերներով հայթայթեցինք դեռևս 87 թվականին բանակից նոր էինք վերադարձել, խորհրդային բանակից։ Հայթայթեցինք Նժդեի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը, որ կոչվում էր, չգիտեմ ինչքանով է ճիշտ, այդ վերնագիրը ասել Ամերիկահայությունը ցեղը եւ իր տականքը։ Ունեմ այդ գրքույկի միջայլոցից։ Նժդեի ստեղծագործություններից ամենաբարդն է հասկանալու առումով եւ դրանով մեր նժդեականությունը սկսվեց մեր մեջ։ Մենք փորձեցինք ուրիշը ճարել, մենք փորձեցինք վերահրատարակել, պատճենել, որպեսզի տարածենք եւ այլն, ու Նժդե կարդալուց հետո միայն նվաստ մարդը կարող է այլևս չձգտել անկախության։ Հետո կամաց-կամաց միտինգների ժամանակ նաև ընթացքում հասկացանք, որ Սովետ Միությունից սպասել ինչ-որ բարեշնորհ, որպեսզի Արցախը վերադարձնեն, անիմաստ բան է։ Սպասել ինչ-որ մեկից, որը մեզ սկուտեղի վրա կմատուցի Արցախը, անիմաստ բան է, եւ որպեսզի ունենանք ազատագրված Արցախ, պետք է ունենանք անկախ հայրենիք, որպեսզի մենք ինքներս լուծենք մեր հարցերը։ Իհարկե ի սկզբանե շատերի մեջ կար անկախության գաղափարը, բայց շատերի մոտ նաև կասկածը կար, արդյոք այսօր մենք ի վիճակի ենք այդ անկախությունը խորհրդային միության ձեռից խլել, որովհետև Հայաստանի առաջին հանրապետության առաջի վարչապետ Հովհաննես Քաջազնունին մի մարգարեական խոսք էր ասել, քանի Մոսկվայի Կրեմլի կտուրին ծածանվում է կարմիր դրոշը, այն կծածանվի դեռևս նաև Երևանում։ Այսինքն, այսպեսի մի բան, որ քանի խորհրդային միությունը կա, մեզ այնտեղից փոխվելը շատ բարդ կլինի։ Եվ օգտվելով այն առիթից նաև, որ խորհրդային միությունը մի կիսախարխուլ վիճակում էր, նաև այստեղ ավելի ըմբոստացումը ավելի մեծացավ, այդ գաղափարը հասունացավ անկախության եւ սկսվեց Արցախի ազատագրման պայքարին զուգահեռ սկսվեց անկախության պայքարը։ Ճիշտ է, հետագայում նաև մեր իշխանավորներից շատերը մինչև այսօր էլ անկախության գաղափարը ճիշտ չեն հասկացել դա ինչ է։ Այդ այլ խոսակցությունը ավելի տխուր, բայց ինչի տվեցի ես այդ հարցը։ Հանկարծ սխալ չհասկացվի։ Իհարկե, կային մի խումբ մարդիկ, ու կար ազգային միացյալ կուսակցությունը, այնտեղ Պարույր Հայրիկյանը հետո դարձավ դրա քարտուղարը։ Ինչևէ, կային այդ մարդիկ, կար այդ գաղափարը, բայց շատ փոքրաթիվ մարդիկ էին, իրենց պետք է արժանի մատուցել անշուշտ, նաև Պարույրին, անկախ նրանից թե հիմա ինչով է զբաղվում, ես համարում եմ, որ նա անկախության գաղափարի ջատագով եղավ այդ շրջանում, խորհրդային շրջանում, դրա համար պետք է արժանի մատուցել նրան։ Հարցս նրա համար էր, որ ընդհանուր ժողովրդի մեջ էր գիտակցություն եւ ընդհանրապես հայ մարդը, որը կորցրել էր անկախ լինելու գիտակցությունը, ցանկությունը, ձգտումը, սա մեռնել է նշանակում, ազգ այդպես մեռնում են ազգերը։ Հիմա, երբ եղավ հիմա երկրորդ բանը, երկրորդ այս ալիքը եղավ անկախությունը եւ դա շահարկվեց եւ դրսից եւ ներսից։ Իհարկե ներսում ընտրեցին ինչքան հնարավոր է ցածր մակարդակի բաշի գոզուկների դրեցին տեղերում, որպեսզի ընդհանուր մակարդակի եղավ այդ ամեն ինչը, հա։ Հիմա սա առաջացրեց ընդվզում, որ հա, սա էր անկախությունը, սա ենք ուզում, անշուշտ սա չի, սա ինչ որ գիտես, երևի թե անխուսափելի գործընթաց է,
որևէ այդպիսի դեպքերում միշտ հեղափոխություններ անում են, ասում են հերոսները, հետո դա խնդիրները վայելում են բաշի բոզուկները, հա։ Այնպես որ սա այս ընթացքը պիտի որ լիներ, ըստ երևույթին, մենակ Աստված տա երկչերկարի շատ, որովհետև կարծես թե արդեն հասունանում է ժամանակը, որ այդ փոփոխությունը տեղի ունենա կամաց-կամաց։ Այն ազգը չի կարող հարատևել, որը պարբերաբար ինքնամաքրման հատկություն չունի։ Եվ եկել է այսօր ինքնամաքրվելու ժամանակը, մաքրվելու այդ բաշի բոզուկներից, ինքնամաքրվելու, որպեսզի կարողանանք մեր ճանապարհը շարունակել։ Ես էլ ասեմ, սիրելիներ, այն հանգամանքը, որ կան այդ բաշի բոզուկները, կան այդ այլանդակ լակոտները, որոնք շատ հարցերում այսօր հետ են գցում հանրապետությունը, մեր անկախ երկիրը առաջ մղվելուց եւ այլն, սա ամենևին չի արդարացնում մեր սփյուռքի գոյությունը։ Եվ որքան շուտ վերանա մեր սփյուռքը, այսպես ասեմ, այնքան շուտ այդ բաշի բոզուկներն կվերանան։ Եկեք Հայաստան, ձեռքի տանք, տեսնենք ինչ է լինելու մեր ապագան։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, վայնասուն դնել, որ այսպես չի, այնպես է անիմաստ։ Անիմաստ է, որովհետև մենք բաժանված ենք, իսկ մենք բաժանված չպետք է լինենք։ Բարի։ Ուրեմն սկսեցիր Ազգալյանի ջոկատում, Լեոնիդի, որից հետո Մահապարտների ջոկատ։ Ինչ էր այդ։ Ալեքսանդր Թամյանի շնորհիվ ես հայտնվեցի ազատագրական բանակում, այսինքն Լեոնիդ Ազգալյանի ջոկատում, իսկ 92 թվականի օգոստոսի 15-ին, երբ հնչեց Վազգեն Սարգսյանի ռազմակոչը Մահապարտների գումարտակ ստեղծելու, երբ որ Արցախում օրասական օրեր էին եւ եթե մի փոքր ուշանայինք, ապա թուրքերը կվերցնեին եւ Գանձասարը եւ արդեն ռեալ վտանգ կսպառնար նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտին, իսկ նրա անկումից հետո Արցախի անկախության մասին մտածել, ազատագրման մասին մտածել, թե երևի թե թյուրիմացում կլներ։ Եվ այդ ժամանակ Ալեքսանդր Թամյանի գլխավորությամբ մեր գաղտնի X ջոկատը գաղթներ, որովհետև նորաստեղ զենք էին փորձարկում, գաղտնի զենք, եւ նաեւ ամբողջ ջոկատով մասնագիտացել ենք հակատանկային զենքերի վրա, բացի այդ գաղտնի զենքից, նաեւ հակատանկային զենքերի վրա ենք մասնագիտացել։ Մենք ամբողջ այդ X ջոկատով ընդգրկվեցինք Մահապարտների գումարտակում եւ արդեն Մահապարտների գումարտակի հետ մեկտեղ մեկնեցինք Արցախ։ Դա օգոստոսի 15-ին ռազմակոչից հետո ձևավորվեց եւ օգոստոսի վերջին մենք արդեն Արցախում էինք եւ ահավոր օրեր ապրեցին եւ Արցախը եւ Մահապարտները մենք ապրեցինք այդ օրերը, նույնիսկ լինում էր դեպք, երբ 1 ժամում 400 գրադ էր մեր վրա թափվում, բայց ամեն դեպքում եղավ այդ Մահապարտների գումարտակը եղավ այն ուժը, որը կանեցրեց թշնամու ագնացող առաջ խաղացումը։ Շուշիի ազատագրումից եւ Լաչինի ազատագրումից հետո մի պահ եղավ, երբ հայկական զորքերը ընդգրկեցին եւ սկսեց նահանջը ամբողջ Մարտակերտի շրջանի ճակատով, սկսեց շատ լուրջ եւ շատ մեծ արագությամբ նահանջ։ Եվ այդ նահանջը կանգնեցնողը հանդիսացան Մահապարտները, որոնց դերը երևի թե այդ պահին գոնե 92 թվականի այդ ամենաօրհասական օրերին երևի թե թերագնահատել հնարավոր չէ, այսինքն դրա արժեքը շատ մեծ էր Մահապարտների։ Ձեր հիշեցնեմ, որ մազրուցում եմ Արցախյան ազատամարտի զինվորներից եւ այսօր Պարուսից ասեմ քեզ, ինչ ասեմ, ինչ անուն դրենք, այսօր հայ մշակույթի առաջատար ջատագովներից մեկի հետ, Գագիկ Գինոսյանի, ազգային արվեստի զինվոր, այդպես ասենք, բարի, հրաշալի գործ է անում, գիտես, բանը Մահապարտների ջոկատի մասին ունեք տեսանյութ, կա այնտեղ, հա, մի բան, մի փոքր բան, տեսանյութ նայեք Մահապարտների ջոկատի վերաբերյալ։ Են որ կաթը դուք ծծեցիք, են որ մերը ձեզ բերեց, են որ ձեռքը ձեզ գրկեց, են որ բերանը ձեզ օրհնեց, որ դուք ես հոգին ունենաք, ես սիրտը ձեր միջում նլի, ես հրաշքը դուք աշխարհին ցույց տաք։ Ժամանակների պատմության ընթացքի մեջ ծնվեց ու զորացավ մի ազգ, որ իրեն հայ կոչեց։ Բարձրյալն այդ ազգին տվեց աչք,
բայց չասաց միայն երկինք նայիր։ Ձեռքեր տվեց, բայց չասաց ձեռքերդ միայն երկինք կարկառիր եւ ինձ երկրպագիր։ Սիրտ տվեց, բայց չասաց միայն սիրո համար տրոփիր։ Բարձրաձայն չասաց, ու մենք չզգացինք, որ աչքը նաեւ թշնամուն նայելու համար է, ձեռքը հարվածելու եւ պաշտպանելու համար է, սիրտը վտանգը զգալու եւ ընդվզելու համար է։ Մենք սիրեցինք եւ արարեցինք, մեզ կոտորեցին եւ մեր արարածը խլեցին։ Մենք գթությունն աղերսեցինք, բայց մեզ վրա ծիծաղեցին։ Տեղ-տեղ ըմբոստացանք, տեղ-տեղ կոտորվեցինք, սպանելու փոխարեն լաց եղանք ու անիծեցինք, մեր հայրենիքի սահմանները շրթունքներով գծեցինք։ Բանակը, որ մեզ պիտի պահպաներ, երգերով ու բանաստեղծական տողերով ստեղծեցինք։ Ինչեր ասես, որ չարեցինք ու հայտնվեցինք 20-րդ դարավերջին։ Աստված ողորմած գտնվեց մեր հանդեպ եւ մեզ եւս մեկ հնարավորություն տվեց։ Վերջին հնարավորությունը 21-րդ դար մտնելու մեր արած չարածը գնահատած վերաիմաստավորած։ Սա է ճշմարտությունը։ Միջուկային ռումբերի այս դարում մենք ստիպված էինք սկսելու մեր պապերի ժանգոտած մոսիներով եւ սկսեցինք։ Կուշտ աշխարհի մարդիկ քմծիծաղով վերաբերվեցին մեր ընդվզմանը, մեր դեսից դենից թրծրած պատառոտված զինվորական հագուկապին։ Մեր քերիներով, միայնակ գայլերով, արջերով, օրոխբերներով, դյավոլներով, դևերով կազմված մարտական ջոկատների հերոսամարտերը նրանց համար մանկական կռիվ խաղն էր։ Մենք դրսերից եկող քչփչոցները չլսեցինք, ինքներս մեր յուղի մեջ տապակվեցինք ու շարունակեցինք համառորեն պեղել մեր ազգային արժանապատվության ակունքները եւ զինվեցինք մեր ազգային արժանապատվության գերհզոր զինանոցից։ Մեր աչքը տեսավ թշնամուն, մեր ձեռքը հասավ զենքին, սիրտը զգաց վտանգը։ Սկսվեց։ Ֆիլմը երկար է, քանի րոպե է դերում սովորաբար։ 30 րոպե։ Ֆիլմը երկար է, նախաբանել էր երկար, ուղղակի մահապարտների մասին այնտեղ հատված չկար, բայց հետաքրքիր է տեքստը։ Մահապարտների ֆիլմը։ Ում տեքստն է, ով է գրել տեքստը։ Երևի Գրիգոր Ջանիկյանը։ Հա, Ջանիկյան Գրիգորը։ Նաև գիրքը մահապարտների մասին Ջանիկյան Գրիգորն էր գրել։ Գրիգորի հետ հաղորդում կան։ Մի մասը գրել էր, մյուս մասը ինչ որ մահապարտների կողմից գրված նյութեր, մյուս մասն էլ ինքը խմբագրել էր։ Ուրեմն Գագիկը նաև հրատարակել է այս գիրքը ողջույն տղեր, այս գրքում սրանք փաստորեն հիշողություններ են, հա, եւ փաստորեն նաև ներկայացնում է տղաներին։ Նվիրում է Լեոնիդ Ազգալյանին եւ Ալեքսանդր Թամանյանին։ Հա, նվիրված է այստեղ պիտի գրված է դա։ Արձակ բանաստեղծություններ, հրապարակախոսական հոդվածներ, հարցազրույցներ, նվիրված է, այո, Լեոնիդ Ազգալյանին եւ Ալեքսանդր Թամանյանին։ Բարի, չգիտեմ, Լոս Անջելեսում կա այս գիրքը։ Երևի ոչ։ Եթե թույլ տաք շապիկը բացատրեմ, շապիկը երկու գույն ունի, երկու կողմում է ողջույն տղերք եւ երկու կողմում է եռաբլուր է նկարած, խաչ եւ տղաների աչքերը։ Այս կողմում ողջույն սպիտակ կողմում ողջույն տղերք բազմակետ, դերևս ապրող տղաներն են եւ սև գույնը ողջույն տղերք եւ վերջակետ այն տղաները, որ հավեր ապրում են եռաբլուրում, այսինքն երկրային կյանքը ավարտվել է արդեն։ Բարի, սպիտակի իմաստը դա է եւ մեջտեղի սահմանագիծը դա եռաբլուրն է, որը մեզ բաժանում է իրարից։ Քո հեռախոսի թիվը ասա ես 094 094 այսինքն այնտեղից կոդը չի։ Կարող են, չէ, կարող են 094 63 0030 0030 Գագիկ Գինոսյանի հեռախոսի թիվն է 094 63 0030 մի անգամ եւս 094 63 0030 Եթե կհետաքրվեք գրքով կամ ընդհանրապես հարցեր կունենաք Գագիկին, կարող եք ուղղակի իրեն զանգահարել այս ուրեմն մոբիլ հեռախոսն է։ Շատ լավ։ Գագիկ ջան, հիմա խոսենք մի քիչ
քո այսօրվա գործունեությունից։ Ես չեմ ուզում շատ ծանրանալ մի հաղորդման մեջ մինուտի վրա, որտեղ եթե խոսենք Արցախյան ազատամարտից, դա անվերջանալի թեմա է։ Պարզապես մի բան ճշտենք, մի հարց ճշտենք իդ հարցի պատասխանը եւ անցնենք ուրեմն քո այսօրվա գործունեությանը։ Մեր ժողովրդի մեջ ես այս հարցը տալիս եմ բոլոր տղաներին էլ, հաղթանակի գիտակցությունը կարծես թե չկա։ Այդ տարիները նրանք հիշում են որպես ցուրտի մութի տարիներ։ Հաղթանակած ժողովրդի գիտակցություն չկա։ Ինչ է տեղի ունենում, ինչպես այսպես։ Հաղթողի հոգեբանություն է պետք, որը ձևավորվում է պայքարի մասնակից լինելով։ Այսինքն այն մարդիկ, որոնք եղել են Արցախում, թեկուզ ոչ պատերազմողի կարգավիճակում, ասենք, ուղղակի ուզում եմ հիշեմ Գուրգեն Միքայելյանին, համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի դեկանին, որը պարբերաբար օգնություններ էր բերում, պարբերաբար եւ կռվողներին եւ Արցախի բնակչությանը ամեն կերպ աջակցում էր, ամեն կերպ ներկա էր եւ մասնակից էր։ Գուրգենը հրաշալի գործեր անում։ Իրանահայ է միջայլոց, շատ ապահով։ Իհարկե հաղթանակը նաեւ Գուրգեն Մելիքյանն է։ Այսինքն այս դեպքում հաղթանակի զգացողությունը անխուսափելի է, բայց մարդը, որ այստեղ նստած մրսում էր եւ նույնիսկ չէր մտոր լավ է Արցախի հերն է անցած։ Այս ձև էր մտածում։ Կարևորը մենք տակ տեղը քնենք, այսինքն այդ մարդը չի կարող այդ հաղթանակի հոգեբանությունը զգալ, առավել եւս 15 տարի է Արցախը անկախ է, մեր ժողովրդի երևի 70%-ը չի մեկնել Արցախ տեսնի, այդ ինչն ենք ազատագրում, այդ ինչ հրաշք երկիր ենք ազատագրում եւ նույնիսկ եթե հրաշք է չլինի, ցանկացած ամենավատ հողն անգամ, միթիս հողն անգամ հրաշք է, եթե դա քո հայրենիքն է։ Այդ միջոցով այդ Արցախի հերնանից եւ այլն ասողը այսօր այն մարդիկ են, ովքեր թալանում են երկիրը, այսինքն դրանից հետո սկսեցին թալանել, այդ թալանչի հոգեբանությունն է, չէ՞։ Այսինքն ինչ է, ազգային գիտակցության պակասը, ներդեի ասած ցեղի տականքն է, որ չի զգում հաղթանակը։ Միայն տականքը կարող է չզգալ իր ազգի հաղթանակը, որովհետև մենակ եթե հաշվի առնենք, որ չկա նման մի մարդ, որը եթե ոչ իր ընտանիքից, ապա բարեկամի, հարևանի ընտանիքից զինվոր կորցրած չլինի, պատերազմում զոհ տված չլինի, չկան նման հայեր, Հայաստանը ցավոք սրտի շատ մեծ թվով զոհեր տվեց Արցախին, եւ իմ կարծիքով մեր ամենամեծ մատաղը, որ տվել ենք վերջի հազարամյակում, հայոց բագինին տրված ամենամեծ մատաղներից մեկն է։ Արցախյան հերոսամարտի այն տղաները, որ մատաղ տրվեցին հայոց անկախության համար, Արցախի ազատագրման համար։ Եթե մենք այդքանից հետո էլ չենք հասկանում, մենք ինչ ենք մատաղ արել եւ ինչ արժեք ուներ այդ հաղթանակը, ուրեմն մենք ընդհանրապես տականք ենք, այս ցեղի տականքն ենք, ով որ չի հասկանում այդ հաղթանակի գինը։ Քանի մարդ մասնակցեց Արցախյան ազատամարտին։ Դժվար է ասել քանի մարդ, բայց առնվազն 7000 մարդ զոհվել է։ Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչքան քանի հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ մասնակից են եղել, եւ զենք մատակարարելով, եւ գաղափարական առումով, եւ տնտեսական մատակարարման տարբեր ասպեկտներով, բայց զենքը ձեռքին երևի առնվազն մոտ 30000 գոնե մասնակիցներ։ Գնացող է կողով եւ այլն։ Իհարկե, շատ ավելին երևի կլինի, բայց այն որ ազգը պետք է մասնակից լիներ եւ ոչ մի մարդ մրսող անգամ չպետք է հեռու մնար այդ ամենից, այդ պայքարից չպիտի հեռու մնար։ Այն մարդը, որը նույնիսկ մրսում էր Երևանում, որի հանդեպ նույնիսկ իշխանությունը անարդար էր, դա իշխանության խնդիրը չի, դա աղքատի եւ հարուստի խնդիրը չի, դա համազգային խնդիր էր։ Եվ մեզանից յուրաքանչյուրը ով մասնակից էր դրան ինքը չէր կարող։ Նույնիսկ որդեկորուս մայրը հասկանում է այդ հաղթանակի գինը, իսկ այն մարդը, որը նվաստի նման պահկվել էր իր տակուկ վառարանի հետևում, նա չի կարող այդ բերկրանքը ապրել։ Դա մի բան է, որը տրված չի նվաստ մարդուն ապրելու։ Ինքը նվաստ այդ ստրուկի կարգավիճակում ամբողջ կյանքը ապրելու է, իր կերակրամանին կպած եւ մի կտոր իր հացի վատարի խնդիրը լուծելով, այդ մարդը մեծ բերկրանք երբեք չի ապրելու, մեծ հաղթանակի, մեծ վայելքի զգացողություն երբեք չի ունենալու։ Բայց այն մարդիկ, որոնք նույնիսկ հարազատներ են կորցրել, գիտեն ինչի համար են կորցրել, գիտեն այդ կորուստի գինը, որ կորուստը այդ գինը վճարել են ավելի մեծ արժեք ձեռք բերելու համար։ Ամենամեծ թշնամին այսօր անտարբերությունն է, անտարբերությունը, կրավորականությունը,
երբ որ մի լավ բան է տեղի ունենում, ասենք քաղաքում մի լավ բան է ստարկում, կառուցում, բան, ուրախանալ, գնալ, բան, լավ բան է եղել։ Տարբերություն է, երբ որովհետև վատ բաներ են շատ կառուցում դրա համար է եղել, որովհետև հերը անիծում են քաղաքի։ Ես մի բան կներեք մեջ բերեմ, Փառք Աստծո 2 տարի առաջ բախտ վիճակվեց մեկ շաբաթով մեկնել Արևմտյան Հայաստան, ոչ թե Թուրքիա, այլ Արևմտյան Հայաստան։ Ամբողջ տարածքով անցնելով, երբ ես վերադարձա, ինձ հարցրին, այս մեկը ոնց էր, այս մի քաղաք է, տարբեր հարցեր եւ վերջում ասին, իսկ անին ինչպիսին էր, անին ոնց էր, ասի պատկերացրեք 6 դար, 7 դար լինելով Թուրքի լծի տակ, 7-8 դար լինելով ավերակ վիճակում, անին շատ ավելի վեհ ու հայեցի էր, քան այսօրվա Երևանը, որտեղ մենք օտար քաղաք ենք կառուցում, թամանյանական քաղաքին հակառակ, մեր ազգային ճարտարապետությանը հակառակ, իսկ այդ ամենը կրթում է երիտասարդություն, կրթում է նոր սերունդ, եւ եթե գիրքը կարող է երեխան կարդալ կամ չկարդալ իր ընտրությամբ, ինքը կարող է այդ գիրքը կարդալ, կրթվել կամ չկարդալ, չկրթվել, բայց այդ ճարտարապետությունը մի այնպիսի կրթություն է, որ չես կարող չնայել այդ շենքին, դու չես կարող ես գիրքը դեն նետել եւ դրանով չկրթվել, չկարդալ կամ հակասել դրան, բայց այդ ճարտարապետությունը ենթագիտակցորեն ազդում է մեր սերնդի դաստիարակության վրա եւ եթե դա հայեցի չի, դա հայերեն մտածողություն չի, որը հազարամյակներով է ձևավորվել։ Թամանյանի հանճարը հենց նրանում է կանում, որ ռուսական դպրոց անցնելով Եկատերինբուրգում, հետո, չգիտեմ, Պետերբուրգում ուսանելով, հետո Եվրոպայում ուսանելով, ինքը երբ եկավ Երևան, չսկսեց ռուսական, եվրոպական շենքեր կառուցել։ Ինքը ուսումնասիրեց ամբողջ հայ ճարտարապետության պատմությունը, ուսումնասիրեց Տրթատ ճարտարապետին, ուսումնասիրեց Մանվելի Մոմիկին, ամբողջ ճարտարապետություն ուսումնասիրելուց հետո ինքը նոր ստեղծեց նորօրյա ճարտարապետություն, դրա համար դա հավերժ արժեք է։ Իսկ մենք եկանք եվրոպական ինչ-որ մի բան, ամերիկյան ինչ-որ մի լուցկու տուփ հիշեցնող մի շենք, առանց ինչ-որ հայկական օրնամենտների, առանց որևէ մի բանի, դա չի կարող սերունդ կերտել, չի կարող այդտեղ ապրող հայը հայեցի մտածելակերպ ունենա ու ձգտի հայրենիքի պաշտպանության։ Շատ լավ, ի՞նչն է այսօրվա մեր գլխավոր խնդիրը, գլխավոր խնդիրը, գլխավոր ցավը քո կարծիքով։ Ծուկը գլխից է հոտում։ Գլխավոր ցավը իշխանության օտարամոլությունն է եւ որը փոխանցում է նաեւ ժողովրդին։ Հեռուստատեսության օտարամոլությունը։ Երբ ազգային ոչ մի հաղորդում, ոչ մի երաժշտություն, ոչ մի ներկայացում եթեր չի գնում, այլ գնում է օտարամոլ արաբացին, թուրքացին, ելևեջներով ինչ-որ անհասկանալի, անբացատրելի, ցածր որակ, նույն արևմտյան աղբն են ներկայացնում, ոչ իրենց վատագույն, վատթարագույն մեղեդիները, այսինքն արաբական երաժշտության լավագույն արժեքներ կան, բայց դա չի ներկայացնում, դա էլ չպետք է լինի, գերակշռող պետք է լինի, բայց գերակշռողը պետք է լինի ազգային երաժշտությունը, բայց մենք ոչ միայն ազգայինը չենք տալիս, ոչ միայն արաբական, եվրոպական կամ չգիտեմ որտեղի բարձրակարգ երաժշտությունը չենք մատուցում, այլ մատուցում ենք իրենց թերարժեք ինչ-որ բաներ, որը միանշանակ ոչ թե կրթում է, այլ դեգրադացիայի ենթարկում մեր սերունդը։ Գիտես ինչ, խոսքը միայն երաժշտությունը չի, ընդհանրապես օտարամոլությունը այսօր մեզ կրծում է, կապկելը, կապիկի պես ընդօրինակելը ի Հայաստան եւ իսկ Ռուսաշխարհից, այդ ամենամեծ ցավն է այսօր, որը գալիս է դարձյալ այն ստորակայության բարդույթից, թերարժեքության բարդույթից, կոմպլեքս ինֆերիորիտին, որի մեծագույն թշնամին եմ համարում ես, մեր ազգի եւ 10 տարի դրա դեմ կռվում եմ, այսպես կատակ, ամերիկացիներն ասում են ջոկ, բայց իսկապես դա մեր մեծագույն ցավն է այսօր, այդ գավառամտությունը, որ այ տեսեք, եվրոպական շենք եմ կառուցում եւ այլն, այդ գավառամտությունը հենց գալիս այդ կոմպլեքսից, չունեն սեփական արժանապատվության գիտակցության պակասից, ամենամեծ ուրախությունը մեր ինչն է այսօր։ Ամենամեծ ուրախությունը իհարկե ամենամեծ արժեքը, որ վաստակել ենք այս 7-8 տարիներին, դա կրկին անկախությունն է։ Եվ ամենամեծ արժեքը այս անկախության մեջ այն սերնդի, այն սերուցքն է, այսօր չի կարելի ասել, որ սերունդը իսպառ փչացած է։ Սերունդը ավելի շատ բևեռացած է։ Խորհրդային ժամանակ ինչ որ համահարթեցման սկզբում կար, բոլորը ինչ որ ստանդարտների մեջ են մտցված։ Հիմա այդ սերունդը բևեռացած է, շատ վատ եւ շատ լավ։
մեր ապագան եւ մեր հույսը այն բևեռացած լավագույն տղաներն են, որոնք գաղափարի հետևից են գնում եւ որոնք պիտի կարողանան սերունդ դաստիարակել եւ մեր գործի եւ ազգի ապագան պետք է դնել իրենց ձեռքերում։ Մեր սերնդի խնդիրը, որ ազգի ապագան նորից չհայտնվի սիրիկաների ձեռքերում, այլ լինի այն տղաների, որոնք գաղափարի մարդիկ են, այն բևեռացած ապագա։ Շատ քիչ ժամանակ ունենք, երկու խոսք մերոնց եւ մենք կանցնի մի տեսանյութ կցուցադրենք, որից հետո ըստ երևույթի Լոս Անջելեսում դուք արդեն կանջատեք, մենք այսպես գնանք, տեսանյութը երբ ժամանակ կա դուք կանջատեք, երկու խոսք մերոնց եւ անցնենք տեսանյութին։ Մերոնք են, ասա, չէ, մերոնք։ Լոս Անջելեսի մեր ժողովրդին, ինչ ունես։ Տեսանյութ, հա։ Ասա, տեսանյութ հետ կապված։ Ինչքան էլ լավ ապրենք, որտեղ էլ լավ ապրենք, առանց հայրենիք մեր ապրածը ոչ մի արժեք չունի։ Ինչ էլ անենք, դրսից թե ներսից պետք է պայքարել միայն նրա համար, որ ունենանք հզոր եւ ազգային անվտանգությամբ պարփակված մի հայրենիք եւ տարածքային անվտանգություն ապահովված։ Մեր այսօրվա սահմաններով անվտանգության խնդիր հնարավոր չէ լուծել։ Այսինքն մենք պետք է դեռևս ազատագրենք նոր հողեր, որոնք կլինի մեր անվտանգության առհավատչան եւ դրա համար պետք է ամբողջ ազգովի համախմբվել եւ Սփյուռքի եւ Հայաստանի հայերի եւ իհարկե շատ ավելի ցանկալի է որպեսի վերականգնվի այն ավանդույթը, որը կոչվում է հայրենադարձություն։ Եկեք եւ պայքարենք միասին մեր ազգային ինքնարժեք ազգային արժանապատվության, մեր արժեքների համար, մեր ինքնագիտակցության համար, որպեսզի մենք կարողանանք ապահովենք մեր ազգի ապագան։ Մի խոսքով, մեր խնդիրը այսօր ցեղի տեսակի պահպանումն է։ Մենք տեսակի պահպանման լուրջ խնդիր ունենք եւ շատ կարեւոր լուրջ խնդիր, բավական վտանգի առջև ենք կանգնած, սա պիտի հասկանալ։ Կխոսենք, դեռ կխոսենք։ Ինչևէ, ամենայն բարիք բոլորիդ, Աստված բոլորիս հետ, քեզ շնորհակալություն Գագիկ ջան։ Հիմա տեսանյութը թող գնա եւ տղաները կցանկանան կանջատել Լոս Անջելեսում։ Սա քո համույթի, կարծեմ վերջին ներկայացումն էր, Սա ազգագրական թատրոն է, որը աշխարհում առաջի անգամ էր ներկայացվում, այսինքն մենք փորձեցինք համույթ հասկացողությունը, համերգ հասկացողությունը վերածել ազգագրության թատրոնի, որտեղ կներկայացվեն նաեւ ազգային ավանդույթների, ծեսերի նմուշներ, ավելի ազգայինը վերհանելու եւ երկնոպար իր համատեքստում ներկայացնելու համար։ Գնացինք Կարեն ջան։ Ուրա, սուներ թղզին թուր, շլկտար դրնա, թողնա շալակ շալկողլի։ Ինչ են շլկտարդը, ինչ են շլկտարդը։ Թղզին լաջը պարտի տակ նարեկ կրնի։ Օրան, խելքով ըլնի։ Վինթոր, թղ ֆիդայի դրնա։ Հայրիմ մեզ։ Կլսնիս հայաց Խրիշտա, կլսնիս խորոտ վար, են կիլա աշկերում հուրվան, են խորոտ պստիկ բերան են հուրվան, կեր շատ ուրուր ուդանիք, երջանիք եք ումերիք։ Զոզան։ Մեկ ինչ կամացեք, հայրեք հենց նոր եք հուն մտեր, այ հողջ աշխար քնուկ է քնիր ինձ կուկ։ Ասում էի, այն խմոր մնաց ունցելու, այս գործներ ստեղ մնաց է։ Մկա մեկ տեղ կանիք, հայրիկ հենց նոր եք հուն մտեր, զիգու արևող ուրբան։ Իմ խար Զոզա։ Հա, խեր ջան։ Մեփ ու ջուր դու խմեմ։ Մկա տամ։ Ջուր խանքտամ, դառնամ հանդ։ Հա։ Օխայ, զիմ սիրտ հովցավ։ Անոն շիլդա։ Այ խեր։ Կհիշես, օրեկել էիք մեր ծիծանց գեղձին զուզելու, մեծանոտ ասել էր։ Քյու ուզած աղջիկ պակաս ութեն եմ ունի։ Ինչ կյախ տեսնիս կերքի, կյաջուր կերքի, կուշ կլծնի կերքի։ Կյանի կերքի, կտրնատուն կերքի, հերմեն կյախ կերքի։ Ես էլ ասի, որ ասկոնի, եմ սրտովնի։ Մեկ իչ կամաց։ Սոխակ սարի տակ,
ծածկուց կամիշ Մեր ստանը բոլորին խնամում։